եւ կտրիչ ներսիսանի որոշումը նրան կարգալույծ անելու մասին մենք չենք ընդունել եւ մենք շարունակում ենք Տեր Արամ Ասատրյանին, Տեր Թադեին, Տեր Տարոնին համարել գործող հոգևորական։ Եվ էլի ուզում եմ կրկին, էլի եմ ասում, որովհետև այստեղ մենք պետք է հարցին ճիշտ մոտենանք։ Ինչ է տեղի ունենում եւ ինչի շուրջ է, որովհետև ամենատարբեր վարկածներ են առաջ քաշում, օրակարգի։ Իսկ ո՞րն է այդ օրակարգը։ Արդյոք ես ինձ կամ մյուսներին սուրբ եմ համարում այս օրակարգի մեջ։ Ոչ բնականաբար, որովհետև ինչալուց եթե այդպես համարենք, մենք սրբապղծություն կգործեինք, որովհետև ցանկացած քահանա պատարագի կարգը սկսելուց առաջ նա իր մեղքերի խոստովանություն է անում եւ իր մեղքերի համար թողություն է խնդրում։ Այստեղ խնդիրն է նա, որ մենք բոլորս ես էլ 10 եպիսկոպոսներն ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք, այդ թվում Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու ճգնաժամի համար եւ պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար։ Եվ այն, որ այսօրվա իրադարձությունը ինչի մասին է։ Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցում ճգնաժամ է, այլևս որևէ մեկը դա չի կարող շղթել, եւ այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ կտրիչ ներսիսանը հեռացված չէ մայրաթորից։ Այսօր կհեռացվի մայրաթորից։ Ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր, վաղ կհեռա։ Բոլոր դեպքերում առաջի քայլը դա է։ Եվ սա նաև կոնսենսուսի հաջորդ կետն է մեր եւ 10 եպիսկոպոսների։ Եվ ես ասում եմ, ես նրանց չեմ ուղղորդում եւ չեմ ուղղորդել։ Պատկերացնում եք եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների ես ով եմ, որ իրենց ուղղորդել, բայց ես նրանց աջակցում եմ եւ նրանց հետ կիսում եմ ոչ միայն նրանց հետ, հանրության հետ, հրապարակային ես կիսել եմ գաղափարներ եւ ուզում եմ նաեւ 10 եպիսկոպոսներին շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար, որովհետեւ հեշտ չի անել այն, ինչ որ իրենք անում են։ Գուցե ինձ համար շատ ավելի հեշտ է այդ թեմաներով հանդես գալ, բայց իրենց համար տասնապատիկ ավելի դժվար է եւ դա պետքա գնահատանքի արժանանա եւ ես աջակցում եմ եւ կաջակցեմ բոլոր հնարավոր օրինական եւ քրիստոնեական հավատքի, դավանանքի վրա հիմնված բոլոր միջոցներով